ինձ համար առնվազն ձեր պատասխանները համոզիչ չէին։ Տարակուսելի էր, որ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության 3 տասնյակից ավելի պատգամավորների հարցերին դուք չտվեցիք գեթ 1 ուղիղ եւ բովանդակալից սպառիչ պատասխան, բայց չէ որ դրանք հարցեր էին, որոնք հուզում էին մեր գործընկերներին եւ որոնց պատասխանները լսելով մենք պետք է որոշեինք քվեարկել ձեր օգտին, թե ոչ։ Բայց անկեղծ լինենք, որ իրականում ոչ նախանձելի իրավիճակում եք գտնվում, քանի որ բարդ է օրինակ, երբ լինելով Հանրապետական կուսակցության անդամ, այնուհետև Հայաստան դաշինքով ազգային ժողովի պատգամավոր, հիմա էլ ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր, գտնել օրինակ էական տարբերություն Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստան կուսակցության 2026 թվականի նախընտրական ծրագրերի միջև։ Կարծում եմ, որ շատ դժվար եւ միաժամանակ նաեւ ամոթալի էր անդրադառնալ որևէ կերպ ձեր կողմից հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշարք բաժանելու, անձանց նյութապես շահագրգռելու դեպքերին, ձայնագրությունների բովանդակությանը։ Դրա հետ մեկտեղ նաև շատ ծանր էր ձեր ուժի պատգամավոր Էդգար Ղազարյանի կողմից հնչեցված այն իրապես ամոթալի խոսքերի ամբողջ պատասխանատվությունը կիսելը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Ղազարյանը որևէ կերպ չի ցանկանում ներողություն խնդրել իր այն խոսքերի համար, որը նա հնչեցրել է կապված իրանց մտնող ցանկացած սակրավորի մահվան հետ։ Ես այսօր կցանկանամ նաև իմ ելույթում անդրադառնալ 3 պարոն Ասլանյանի կողմից իր ելույթում հնչեցված այն մտքին, ավելի շուտ այն հպարտությամբ, որ նա նշեց, որ ես գիտեմ, որ նա այստեղ է եւ լսում է, որ պարոն Կարապետյանը, բա գիտեք, ասում է 5 հատ մանկապարտեզ է կառուցել Լոռու մարզում։ Իսկապես մի անլուծելի դիլեմայի կամ շատ տարօրինակ դիլեմայի առջև ենք կանգնում, սիրելի քաղաքացիներ, եկեք գանք հերթով, ուրեմն Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, իսկ մենք գիտենք, որ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ինչ ալան-թալան է տեղի ունեցել եւ այդ ալան-թալանի մեջ շատ այսպես հստակ գծով գնացել է նաեւ հանրային նշանակության վայրերի եւ նաեւ մանկապարտեզների օտարման գործընթացը։ Իսկ դուք գիտեք, թե որքան ես իդեպ հարցում եմ ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, խնդրելով նրանց ինձ տրամադրել 1998-ից 2018 թվականներին մեր մարզերում օտարված մանկապարտեզների ցանկը։ Ես միայն նշեմ, թե Լոռու մարզում այդ տարիներին օտարված մանկապարտեզները քանիսն են եղել։ Դրանք եղել են 18-ը։ Նաև նշեմ այն հանգամանքը, որ այդ տարիներին հեծը գումարներ էր հավելագրում զինվորական եւ կրթական հաստատությունների վրա, որոնց թվում էին նաև իհարկե մանկապարտեզներ։ Այսինքն ինչ է ստացվում, մի կողմից օտարել են մանկապարտեզները, մյուս կողմից եկել եւ մի 5 հատ Լոռու մարզում 5 հատ մանկապարտեզ են կառուցել ու դարձել բարերար, հիմա թանկով փորձում են դա վաճառել մեր ժողովրդի վրա։ Իսկ ավելի լավ չէր լինի, որ ընդհանրապես ձեռք չտայեք արդեն պատրաստի պետական մանկապարտեզներին եւ թողնեիք մեր երեխաները վայելեին եւ օգտվեին իրենց կրթական իրավունքից։ Ընդ որում բարեգործության մասին։ Բարեգործության ինստիտուտը ամբողջապես աղճատված է։ Տարիներ շարունակ մարդկանց պահելով նպաստի համակարգում, հասցնելով ծայրահեղ աղքատությամբ, նրանց համար չստեղծելով նպաստավոր պայմաններ աշխատանքի համար եւ նաեւ ապամոտիվացնելով ընդհանրապես տնտեսական նրանց ակտիվությունը, ստեղծելով ընտրությունից ընտրություն հայտնվել են եւ համատարած աղքատության ֆոնին դարձել բարեգործ։ Հիշեցնեմ, որ հենց այդպիսի մի բարեգործ Սամվել Կարապետյանը հիմա անցնում է փողերի լվացման գործով։ Եվ ընդհանրապես, պարոն Վարդևանյան, ինձ համար
Իսկապես շատ կարևոր է, թե դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ ձեր կուսակցության որոշ անդամներին են վերագրվում այդքան շատ 100-ից ավել ընտրակաշառքներ, եւ նաեւ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ձեր ուժի ղեկավարը Սամվել Կարապետյանը հիմա անցնում է փողերի լվացման գործով։ Քաղաքացիներին վերադարձնենք հետ Հայաստան։ Սա ինչի մասին է խոսում, ինչի եմ ես հատիկ ինչ-որ բաներ մեջ բերում, սա խոսում է այն մասին, եթե սենց ընդհանրական համակարգեմ ես ամբողջ խոսույթը, սա պետականություն չունենալու քարոզ է, եկեք չճանաչենք սահմանները, եկեք դատարանը դատարան չլինի, ընտրենք, օրինակ, ով կարող է դատարանում, ասենք, մեղադրանք ում հանդեպ կարող է առաջադրվել, ում հանդեպ չի կարող առաջադրվել։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է կողմնորոշվենք եւ այս ամենը ամենացավալին այն է, որ մենք գործ ունենք մեծ ընդդիմության հետ, ով պետք է սովորի առերեսվել Հայաստանի Հանրապետությանը, նրա պետական սահմաններին, նրա դատական համակարգին, որքան էլ հաջող կամ անհաջող լինի դա իրեն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլորը հավասար են օրենքի առջև, լինի դա հոգևորական, լինի դա պաշտոնյա, լինի դա բարերար, ով ուզում է լինել։ Ուզում եմ անդրադառնալ նաև այն հարցին, որ այստեղ պարոն Մեսրոպ Մանուկյանի հարցին եմ ուզում անդրադառնալ, երբ ասում եք դուք անդրադարձաք իմ հորը, ես հորը չեմ անդրադարձել, պարոն Մանուկյան, ես անդրադարձել եմ կոնկրետ դատական գործին, եւ այո, դուք, ինչպես դուք նշեցիք, դուք իրավահաջորդ եք այդ գործի, դա նշանակում է, որ դուք բացի այն, որ ինչպես դուք նշեցիք, որ ուզում եք իրավահաջորդ լինել եւ արդարության, այսպես ասած, վերականգնման բանով, պետք է նշեմ, որ այո, նաև ժառանգաբար այն է օտարված հեկի մասով իրավահաջորդ եք դառնում, հետևաբար այո, բնական է, եթե դուք դա ժառանգել եք, ապա ժառանգել եք դրա հետ կապված նաև հարուցված քրեական գործը եւ դա նորմալ է։ Ինքս նորից եմ կրկնում հետևողական եմ լինելու այս հարցում եւ հետևելու եմ, թե ինչպես է ընթանում այս գործընթացը, որովհետեւ արդեն իսկ ունեմ որոշ տեղեկատվություններ, որոնք հետաքրքիր կլինի ուսումնասիրել։ Ինչ վերաբերում է Արամ Վարդևանյանին, ում հարցը մենք քննարկում ենք այս պահին եւ փորձում են ինձ համոզել, որ մեր գործընկերները համենայն դեպս, որ Արամ Վարդևանյանը արժանի թեկնածու է լինելու փոխխոսնակ ազգային ժողովի փոխխոսնակ։ Բնական է դա գործընկերները, ովքեր դա ասում են, դա իրենց կարծիքն է, բայց իմ գնահատմամբ Արամ Վարդևանյանը պետք է ավելի քաղաքական մարդ դառնա, որովհետև Արամ Վարդևանյանի ողջ ելույթը եւ հարցերի բոլոր պատասխանները, դրանք փաստաբանի պատասխաններ էին, փաստաբանի ելույթ էր եւ ես անկեղծ որ ասեմ, ինքս իմ հարցի պատասխանը ինքս էլ չստացա եւ տեսնում եմ այդ խուսանավող, այսպես ասած, խոսափողական պատասխանները,